Իսկ հիմա վերադառնալով տաղավար, խոսելու ենք նորից արվեստից, բայց մի հետաքրքիր արդեն Զոյկի հետ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են, բայց շատ տարբեր չեն, այսպես միաձուլվում է, գիտես, երաժշտությունը, նորաձևությունը, այո, կարող եմ ասել, որ ինչ գեղեցկացրեց Լուսինեն, որ եթե որ չեմ կարող չհամաձայնվել, միանշանակ Լուսինեն, շատ ճիշտ ես նշում, հաշվի առնելով, որ Սիրենես ապրիլի 18-ին արդեն տեղի ունեցել եւ ապրիլի 25-ին դեռ պետք է տեղի ունենա Երևանում ֆրանսիացի ժամանակակից իմպրովիզատոր դաշնակահար Թիբո Մենիլոյի համերգը եւ նաեւ նորաձևության աշխարհից էլ ունենք նաեւ նորություններ, շատ հետաքրքիր տեղեկություններ, մեր տաղավարում են կարևոր մարդիկ, որոնց հետ կզրուցենք թե այս արդեն կայացած համերգի եւ կայանալիք սպասվելիք համերգի եւ թե նաեւ նորաձևության մասին։ Եվ այսպես մեր հյուրերն են դիզայներ Արմինե Օհանյանը եւ դաշնակահար Թիբո Մենիլո։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, կրկին, որովհետեւ շատ ժամանակ համենայն դեպս իմ կարծիքով չի անցել, որ մենք վերջին անգամ այդ տաղավարում հանդիպեցինք։ Չհարցնեմ առաջին անգամ եք Հայաստանում լինում, թե ոչ, արդեն եղել եք։ Չեն հաճախ են գալիս գնում։ Շատ լավ։ Թիբո շատ սիրում է Հայաստանը, այո։ Հրաշալի։ Խոսենք ամսի 18-ի եւ 25-ի այս նախագծի, այս համերգի մասին, ինչպես եղավ համագործակցությունը, ում կողմից էր հրավերը, հետո արդեն 18-ին ոնց անցավ արդեն։ Ես կթարգմանեմ։ Թիբո, tu peux parler un peu de ton concert à Gafestian et à Babadjanian qui t'a invité, comment le projet s'est concrétisé, etc. Ah, Tishta, chat, merci. Le concert à Café Sian, c'était vraiment très incroyable. Alors, l'auditorium de Café Sian, il a une vue vraiment imprenable sur le mont Ararat. Et ce jour-là, il y avait un grand ciel dégagé, parce qu'il faisait froid. Donc on voyait au loin les montagnes et j'ai eu un public qui était vraiment très à l'écoute et très proche de ma musique, ce qui m'a permis d'aller chercher donc des sonorités toujours arméniennes avec mon langage musical moderne et vraiment j'ai énormément apprécié. Et ասում է Գաֆեշյանի համերգը այլ տեսակի հետաքրքրություններ, որովհետև հենց Արարատի այն վերևի մասում է համերգներ Գաֆեշյան կենտրոնում ունեցավ, ասում է հենց տեսնում ենք Արարատը հեռվից ու քանի որ ինքը հայկական երաժշտությունից է նաև հոգևոր երաժշտությունից է ոգեշնչվում, ասում է այդ տեսարանով այդ ամենը շատ ավելի տպավորիչ էր, այո։ Հրաշալի, ինչ ծրագրով էր հանդես գալիս։ Թիբոն ասեմ, որ իմպրովիզացիա անում ամբողջությամբ, բայց ոգեշնչում ես que tu peux parler de tes inspirations։ Հատուկ ծրագիր մշակված չկա համերգի համար։ Իմպրովիզացիա անում, բայց ոգեշնչվելով որոշ կոմպոզիտորներից եւ դասական եւ հայկական ոչ էստրադային ոչ այդքան, բայց հայկական, կարող ես ասել։ Komitas, Gasparian, Ratchaturian, Gurdjieff, Kate Jarrett, of course, Bach, Debussy, Messiaen, Ravel, Mozart, John Coltrane, Mike Coltrane, Monk. Énormément de musique m'inspire et après ce qui est important c'est l'environnement dans lequel on va improviser. Donc c'est vrai qu'en Arménie il y a vraiment une écoute très particulière, très singulière que j'espère pouvoir retrouver encore en France. Et il y a une telle profondeur d'écoute que la musique devient presque spirituelle et c'est pour ça que moi personnellement je voyage quand j'improvise et le public me renvoie exactement ce même voyage musical, donc c'est vraiment appréciable. Այլ էներգետիկա ունի եւ այլ կերպ է իրեն ուղարկում այդ նաեւ էներգետիկան իրեն եւ դրանից նաեւ վերցնելով այդ էներգետիկան վերցնելով է նաեւ ինքը կարողանում իմպրովիզացիա անել եւ կարողանալ Հայաստանում այլ կերպ է ինքը միշտ ներկայանում, ասում է ինչ որ շատ հոգեվոր, ինչ որ սպիրիտուել, ինչ որ հոգեվոր կապ կա
ասում են, որ զգում է այստեղ։ Հետաքրքիր է, որ նախորոք ծրագիրը չի պատրաստվում եւ հենց ամբողջովին իմպրովիզացիա արվում, սա արդեն իսկ շատ հետաքրքիր է ներկա լինել եւ տեսնել, թե հանդիսատեսի արձագանքից հաջորդ ստեղծագործությունը որն է լինելու։ Այո, ինքը հենց առաջին նոտաներից է այդ բոլոր իր ոգեշնչումը գալիս, այսինքն ինքը չգիտի ինչ է լինելու։ Դատելով նաեւ Թիբոյի նշած կոմպոզիտորներին բավականին քաջատեղյակ է ամեն դեպքում մեր հայ կոմպոզիտորներից։ Չէ՞ որ Արմինեն է կինը։ Եվ բարի է ինչ-որ Գյուրջև, Կոմիտաս, Խաչատրյան, մի խոսքով շատ էին անունները կոմպոզիտորների, բայց ինչքան ժամանակ է արդեն տիրապետում է ու ամեն դեպքում նախընտրել ինչ-որ մի կոմպոզիտոր ունի մեր հայ կոմպոզիտորներից, թե ոչ։ C'est quand même assez large le spectre des compositeurs que tu parles qui sont arméniens, mais est-ce qu'il y a un compositeur arménien qui te touche particulièrement? Yazgitem Komitas, parce qu'il a réuni toute la culture arménienne dans ses musiques. Mais après, c'est vrai que j'écoute aussi beaucoup de musique plus ancienne. Alors, je ne connais pas les noms des compositeurs, c'est les musiques de Metz. Oui. Նույնիսկ եկեղեցական հոգևոր երաժշտություն է ինքը շատ լսում, բայց ամենաշատը իհարկե տպավորված է Կոմիտասի ստեղծագործություններով։ Ես համոզված եմ, որ 1 տարի հետո, երբ դուք լինեք մեր հյուրը այս տաղավարում, Թիբոն արդեն իսկ կպատասխանի հայերեն մեր հարցերին։ Ես ինքը արդեն մի փոքր խոսել, մի փոքր խոսել։ Ամեն դեպքում ինչ է հայկական երաժշտությունը Թիբոյի համար կամ այդ ոնց կարող է օրինակի համար մարդ, որը որ այդ նույն Արարատի պատմությունը կամ չգիտեմ արմատներով, հա, թեկուզ կապված չի մեր երկրի կամ մեր ազգի հետ, բայց այդ էմոցիաները զգա, չգիտեմ, Արարատի շնորհիվ կամ չգիտեմ տեսնելով կամ երաժշտության կոմպոզիտորների շնորհիվ, ինչ է զգում կամ ինչ է նրա համար առասարակ այդ մեր հայկական երաժշտությունը, իր բնութագրությամբ, իր նկարագրությամբ։ Tu n'es pas arménien et comment ça se fait que tu ressens aussi profondément en fait la musique arménienne et même quand tu regardes Ararat ça t'évoque quelque chose, comment tu peux expliquer ça? C'est très, je sais pas. Չգիտեմ։ Ասում եմ ինքն էլ չգիտի, որովհետև ինչ որ գերբնական, ասում եմ ինչ որ ուժ կա, ինչ որ մի էներգիա կա, որ ինքը զգում է, բայց դա անբացատրելի է, երբեմն շատ դժվար է բացատրելը։ Mais aussi quand j'écoute de la musique arménienne, des fois, enfin ça m'arrive avec de la musique française, mais bah, elle me fait pleurer et ça c'est quelque chose qu'on peut pas expliquer parce que c'est de l'émotion naturelle. Նույնիսկ երբեմն ես կարող եմ արտասվել այնքան է դա ինձ վրա ազդում, ու ասում եմ դա այնպիսի բան է, երբ անբացատրելի է ու շատ ներքին զգացողություն է, խորին։ Շատ լավ, ինչ է ամսի 25-ին սպասվում։ Qu'est-ce qui va se passer le 25 quel Իմպրովիզացիա։ Երաժշտություն անցում ենք երաժշտությունից անցնում ենք դեպի նորաձևություն, Արմինե գիտենք, որ վերջերս Փարիզում ներկայացրեցիք նոր ապրանքանիշ, որը կոչվում է Հայելի։ Դուք եւ Տիգրան Ձիթողցյանը ներկայացրեցիք եւ ցուցադրությունը եղավ Փարիզում։ Այո։ Ինչու Փարիզում։ Իհարկե։ Եվ հուսամ, որ մեկ օր Երևանում էլ այն կցուցադրվի եւ այստեղ էլ մենք կունենանք հնարավորությունը տեսնելու։ Այո, իհարկե։ Քանի որ ես ստեղծագործում եմ Փարիզում եւ Paris Fashion Week-ը համարվում է ամենակարևոր միջոցառումներից մեկը, ամեն դեպքում ամբողջ աշխարհում մենք որոշեցինք սկիզբը հենց սկսել Փարիզից, Paris Fashion Week-ից, նորաձևության շաբաթից, Տիգրանի հետ հանդիպումը շատ հանկարծակի եղել Հայաստանում, մենք հանդիպեցինք, ես գնացի իր պատկերասրահ, զրուցեցինք եւ մենք որոշեցինք մի պրոյեկտ անել միասին, որից հետո YouTube կապնվեց Տիգրանի հետ, YouTube ընկերությունը կապնվեց, ով ցանկանում էր իր հետ ստեղծել ապրանքանիշ եւ Տիգրանը մտածեց, որ ամեն դեպքում դիզայներ է պետք եւ գեղարվեստական ղեկավար է պետք այս բրենդի համար, որտեվ ամեն դեպքում առանց դիզայների բրենդ չի կարող լինել եւ ես մեծ սիրով համաձայնեցի ու սա շատ մեծ պրոյեկտ է ու մենք շատ մեծ հետագայում ներկայացված կլինի նաեւ այստեղ։ Դեռ չեմ կարող ասել, որտեվ դա ես չեմ միայն որոշում, միասին պետք է որոշենք, բայց կարծում եմ շուտով մենք կներկայացնենք նաեւ Հայաստանում եւ մյուսը նաեւ կրկին Paris Fashion Week-ին սեպտեմբերի վերջ կլինի։
կլինեն նորություններ։ Շնորհակալություն Արմինե, շատ շնորհակալություն, մեծ սիրով։ Բայց նաև ունես այլ նորություն։ Այո։ Ես նաև արել եմ դիզայն եմ արել հայկական տաղավարի Expo 2025 թվականի Օզակայում, այսօր Expo-ն է Ճապոնիայում, այսօր Expo-ն է բացվել մի քանի օր առաջ եւ ես արել եմ հայկական տաղավարի հագուստների դիզայնը։ Ինչ ձևաչափով։ Չենք հասցրել տեսնել, բայց բացենք այդ փակագծերը, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ Ես արդեն իսկ ներկայացրել էի հավաքածու ճապոնացի արտիստ Կիշիրո Օգավայի հետ եւ դրա արդյունքում այս երկրորդ նախագիծը նաեւ ստեղծվեց իր հետ համատեղ եւ դա հայկական ճարտարապետությունից ոգեշնչված, բայց նաեւ մենք ցանկանում ենք ճապոնական ինչ որ շունչ ներմուծել հագուստների մեջ եւ դա collaboration է ճապոնացի արտիստի եւ իմ միջև հայկական տաղավարի համար։ Որն է ընտրված գույնը։ Մոխրագույն, սև եւ սպիտակ։ Արդեն ինչ-որ շատ մասնագիտական, այսպես հետաքրքիր զրույց է։ Ինչպես միշտ բոլոր հավաքածուների մեջ մոխրագույն, սև եւ սպիտակ։ Հերո չեն գնացել, այո։ Շնորհակալություն։ Ինչ կա դիմացը, ինչ ունենք անկնկալիք, սա էլ ուղղակի որպես վերջին հարց կարող ենք դիտարկել, ինչ սպասենք այս տարի կամ մյուս տարի 2026-ին ինչ նորություններով նորաձևության ասպարեզում։ Ձեր մասնակցությամբ, այո։ Դե մեծ պրոյեկտներ կան, դեռ հայելի հետ շարունակում ենք, շատ մեծ պրոյեկտներ են գալու, նաև չեմ կարող դեռ փակագծերը բացել, որովհետև հուլիսի վերջը միգուցե նաև այստեղ լինեմ շատ մեծ պրոյեկտով, բայց քանի որ դեռ հաստատված չէ, չեմ կարող ասել, հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ, հուսով եմ կհաստատվի, բայց շատ մեծ նախագիծ է լինելու, այո։ Մենք ամեն դեպքում կհետևենք, մենք ուրախ ենք բոլոր ձեռքբերումների համար, հաջողությունների համար, Թիբո, ամսի 25-ի համար տոմսեր կարող ենք ձեռք բերել, թե փակ Այո, իհարկե, ամսի 25-ին դեռ տոմսեր մնացել են, ժամը 19:30, 19h30, այո, դեռ մնացել են, իհարկե, մենք սիրով բոլորին հրավիրում ունենք հնարավորություն ձեռք բերել եւ ներկա գտնվել։ Եւ իհարկե ձեզ ենք հրավիրում։ Շատ շնորհակալություն։ Ամսի 25-ի ժամը տեղը չասացինք որտեղ։ Արնո Բաբաջանյան համերգասրահ, ամսի 25-ին ժամը 19:30։ Շատ շնորհակալություն Թիվո, շնորհակալություն Արմինե, շնորհակալություն, որ օրը սկսեցիք մեզ հետ, այո, իսկ մենք շատ հաճելի օր ենք սկսում։ Շնորհակալություն, իսկ մենք շարժվենք առաջ, այո։